գերությունը նախագահ Սարգսյանի կառավարման տարիներին լծված էր նաև այս աշխարհում այս խնդիրների լուծմանը, բայց ոչ միայն պետական լծակներն էին օգտագործում, այլ նաև կուսակցական դիվանագիտության, մասնավորապես Եժիկը Վանաձևի լուծումը, որը տրիգեր էր մի շարք եվրոպական երկրների համար, նաև Զաքարյանին խնդրենք ինչպես Շահբազյանը նշեց, Հայաստանի Հանրապետական կուսակցության կառավարման տարիներին մեկնարկած ընդդեմ ցեղասպանություն հանցագործության գլոբալ ֆորումի վերաբերյալ աշխատանքները եւ իհարկե այս ամբողջ գործընթացի երևի կարևորագույն կետերից մեկը 100-րդ տարելիցի միջոցառումների շարքը, որով ոչ միայն հումանիստական տեսանկյունից ցեղասպանությունը գրվեց համաշխարհային այդ տարվա հանդեսի վրա, այլ նաև իրավական, քաղաքական եւ պետությունների միջև հարաբերությունների տեսանկյունից։ Խնդրեմ պարոն Շնորհակալություն հայտնել բոլոր բանախոսներին, պարոն Պողոսյանին, պարոն Զաքարյանին, պարոն Շահբազյանին, պարոն Մանջարյան ձեզ նախաձեռնության համար այս քննարկմանը եւ բոլոր մասնակիցներին։ Ինչի համար եմ սենսուղում անկապել շնորհակալ լինել քննարկման համար, որ այսօր ցավոք Հայաստանում ազգային անհրաժեշտություն ունեցող ազգային հիշողություն ենթադրող խնդիրների վերաբերյալ քննարկումները գնալով շատ ավելի ու ավելի պակասում են, ավելի ու ավելի հետին պլան են անցնում, ինչը իհարկե չի, այսպես ասած, ոչ մի կերպ չի արդարացնում այսօրվա աշխարհում ստեղծված իրավիճակը, հատկապես որ հակառակը պետք է ասել, այսօրվա աշխարհում ստեղծված իրավիճակը շատ ու շատ ավելի մեծ ցեղասպանական ռիսկեր է ստեղծում տարբեր տիպի տարածաշրջաններում եւ կարծեմ պարոն Պողոսյանը խոսեց դրա մասին, այսօր դե չի աշխատում միջազգային իրավունքը, ինչ-որ մի պահ, ինչ-որ մի որոշ ժամանակ հետո դա աշխատելու է եւ հետո ներքո մատնոցից անելու բոլոր այն տարածաշրջանները, որտեղ որ իրենց ցեղասպանական ռիսկեր, այդ թվում նաեւ Արցախի հետ եւ Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Տեսեք, մինչ այսօր հայոց ցեղասպանությունը ճանաչել է մոտ 30 երկիր, ավելի ճիշտ 28 երկիր, որոնք 1965 թվականից առաջ ուղիղ 60 տարի գործընթացը կա, ավելի պաշտոնապես 91 թվականից գործընթացը կա, առայսօր իսկ ավելի կոնկրետ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում որպես առաջնահերթություն եղել է առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների կառավարման տարիներին։ Հատկապես երրորդ նախագահի կառավարման տարիներին շատ մեծ շեշտադրում է դրվել ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ տարբեր երկրների, այդ թվում նաև համայնքային կառույցների, համայնքային միավորների կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացը, ինչու, որովհետև դա նաև հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության անվտանգային օրակարգի մաս։ Մենք միայն բարոյական խնդիր չէր լուծում Հայաստանի Հանրապետությունը, մեր իրավիճակը նաև երկրորդ նախագահի կառավարման ժամանակահատվածում էր։ Իսկ հայոց ցեղասպանության ճանաչման արարողը ավելի, այսպես ասած, հիմնավորեց հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության որպես միջազգային իրավունքի սուբյեկտի եւ որպես ցեղասպանության կրած ժողովրդի մասնակցությունը ցեղասպանությունների կանխարգելման եւ ցեղասպանությունը որպես հանցագործություն դատապարտման եւ ընդդեմ ցեղասպանական հանցագործության միջազգային բոլոր ինստիտուցիոնալ մեխանիզմները կիրառելու պայքարի առաջամարտիկը դառնալ։ Ինչպես նշվեց, հարյուրամյակի ժամանակ համահայկական հռչակագրի ընդունումը շատ ու շատ, այսպես ասած, կետերով հիմնավորում է հայ ժողովրդի դերակատարությունը այդ հարցում, միասնականության, այդ պայքարի ճշմարտացիության, միջազգային իրավունքի վրա հենված եւ տարբեր սկզբունքների, միջազգային սկզբունքների վրա հենված լինելով դրա միավորման տարբեր ազգերի եւ պետությունների համար այն օրակարգ դարձնելու հարցը։
Ընդհանուր առմամբ 20-րդ դարում, եթե ճիշտ եմ հիշում, տարբեր տվյալներով ցեղասպանության զոհ է գնացել շուրջ 12 միլիոն մարդ։ Հայոց ցեղասպանություն, ույների, ասորիների ցեղասպանություն, հետագայում հրեաների ցեղասպանություն, հետագայում Ռուանդայում, Սուդանում, Սիրիայում, Սերեբրենիցայում, Կամբոջայում տարբեր ցեղասպանություններ, այսինքն գնահատված որպես այդպիսի ցեղասպանություններ 20-րդ դարում բերել են իրավիճակին անհրաժեշտության, որ աշխարհում այդ ՄԱԿ-ի միջազգային ուշադրության ներքո է հայտնվել ընդդեմ ցեղասպանական հանցագործության վարվող պայքարի անհրաժեշտությունը։ Եվ հարյուրամյակի շրջանակներում մեր խորհրդանում միտք առաջացավ, այսպես խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանական հանցագործության այսպես շարժում սկսել, երբ որ այդ միտքը սկսեցին քննարկել պետական ավելի բարձր կառույցներում, գործադիր իշխանության նախագահի աշխատակազմում և կառավարությունում, եկանք ընդհանուր եզրակացության, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ունի բոլոր իրավական, քաղաքական, պատմական հիմքերը հիմնադրելու և առաջամարտիկ լինելու միջազգային գլոբալ ֆորումին, որը այսօր գործում է։ Եվ 2015 թվականի ապրիլի 22-23-ին Հայաստանում հիմնադրվեց ընդդեմ ցեղասպանական հանցագործության գլոբալ ֆորումը։ 2016 թվականին տեղի ունեցավ երկրորդ ֆորումը, որը որոշեց, որ այսօր այդ ֆորումը դառնալու է միջազգայինորեն ճանաչված ձևաչափ և 2 տարի մեկ պարբերությամբ Հայաստանի նախաձեռնությամբ իրականացնելու է իր աշխատանքները։ 2016 թվականին ևս ընդունվեց հռչակագիր ֆորումի կողմից, հետագայում 2018 թվականին արդեն Հայաստանի նշանակողությունից հետո աստիճանաբար ցավոք նկատելի է, որ ֆորումի նպատակներն էլ մի փոքր արդեն շրջվում են և հատկապես 22 և 24 թվականների գրավված ֆորումները, որոնք չգիտես ինչի ապրիլի փոխարեն տեղափոխվեց դեկտեմբերից, ավելի քիչ է խոսում կամ ավելի շատ է լռում հայոց ցեղասպանության մասին, ավելի շատ հումանիտար այլ նշանակության խնդիրների վրա ուշադրություն հրավիրելով։ Իհարկե ինչ ասեմ, որ նաև այն բարձր նշաձողը, որը որ դրված է այլևս սկզբանե Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ Ինչ վերաբերում է խորհրդարանական և պետական պաշտոնական դիվանագիտության կողմից իրականացված աշխատանքներին, պարոն Շահբազյանը մանրամասն նշեց, մի շարք կարևոր իրադարձություններ պետության կողմից կամ պետության անունից, խորհրդարանի անունից հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ցանկացած նախաձեռնություն կամ դրան մասնակցություն ուներ մի քանի այսպես կարևոր շեշտադրում, ինչպես ասաց, դա Հայաստանի Հանրապետության հաջորդի անվտանգության մասն էր, դա բարոյական խնդիր, դա Սփյուռքի միավորման, Սփյուռքի պատմական հիշողության և պատմական արդարության վերականգնման խնդիրներ, դա ընդհանուր առմամբ աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների և դրանց շփոթվածության դեմ պայքարի կարևորագույն էլեմենտ էր, դա միևնույն ժամանակ նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ընդհանուր շահեր և հետաքրքրություններ առաջացնող, ընդհանուր խնդիրներ բերող, միավորող հանգամանք էր։ Եվ այս իմաստով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը մարմնավորվում էր միջազգային օրակարգ մտած իրադարձությամբ։ Այսօր, հատկապես 20 թվականից հետո, ցավոք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգը ոչ միայն նվազել է, աղքատացել է այնքան, որ ոչ մի էական նշանակություն ունեցող խնդիր Հայաստանի Հանրապետության շահի տեսանկյունից կարասել չի։ Այո, կան էական նշանակություն ունեցող խնդիրներ տարածաշրջանի մասշտաբով, բայց դա յուրաքանչյուր երկիր իր, այսպես ասած, ձուկն ապրում, իսկ Հայաստանի Հանրապետությունը սպասարկում է ձուկ բռնելու պրոցեսը մոռանալով սեփական առաջնահերթություններն ու ազգային շահերը, Արցախի կորստից հետո հատկապես ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ձայնի իջեցնելով անվտանգային միջավայրի հետ կապված
մասի այս պահին գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հայեցակարգը, ասում որ ասում որ զարգացման ճանաչման մասին խոսք չկա, լավ է դերացել, կամ մնացած առաջնորդող փաստաթղթերը, բայց փաստացի քաղաքականությունը խոսում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությանը թելադրում է դրսից, Հայաստանի Հանրապետության իշխանությունները թելադրում են դրսից, ի հեճուկս իր շահեր, ի ընդդեմ իր շահեր։ Նույնը կառավարության ծրագիրն է, 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը վերացավ, ահագին բաներ, որ այսօր կարելի է չքննադատել համաձայնել։ Այս փաստացի իրականության մեջ, փաստացի վարվող քաղաքականության մեջ արվում է բոլորովին հակառակ, ընդդեմ Հայաստանի Հանրապետության շահերի։ Դրա համար եմ ասում, որ Հայաստանի Հանրապետության շահը, որ շուրջը տեղնանում բոլորովին անիրավիճակներ, իրադարձություններ։ Եվ անդրադառնալով նորից օրվա խորհրդին, դեկտեմբերի 9-ի, որին Հայաստանի Հանրապետությունը առանձին օրենքով ճանաչեց որպես բոլոր ցեղասպանությունների հիշատակի և կանխարգելման օր, նորից ուզում եմ կարևորել այն հանգամանքը, որ անկախ ամեն ինչից այս ցեղասպանության պատմական հիշողությունը և նրա քաղաքական նշանակությունը մեր համար միշտ եղել է և պետք է մնա որպես արտաքին քաղաքականության և ներքին անհրաժեշտության ամրապնդու անվտանգություն և անվտանգային միջավայրի ամրապնդման համար պայքարելու և նմանատիպ ճակատագիր ունեցող պետությունների հետ միասին միջազգային օրակարգին այդ խնդիրն առաջ տանելու կարևորություն, անհրաժեշտություն, դրաբար և կոնվենցիայի խորհուրդը, և օրվա խորհուրդը, և ընդհանուր առմամբ նորից ամենասկզբին ասվածին, այսօրվա աշխարհում տեղի ունեցող ռիսկերը, պատերազմական ռիսկերը, որոնք դրված են աշխարհի առաջ, ոչ մեկ չի բացառել, որ ցեղասպանությունները ցավոք կարող են կրկնել։ Եվ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, և երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ցավոք տեղի ունեցել ցեղասպանություններ, տարբեր ժողովուրդների մեծ ցեղասպանություններ։ Հետագայում նաև թվարկածս տարածաշրջաններում և երկրներում էլի քաղաքական, էթնիկ, կրոնական, տարբեր հողի վրա տեղի ունեցած զանգվածային սպանություններ են ցեղասպանական ակտերի տեսքով, որոնք որ էլի քաղաքականության հետևանք են, իսկ մենք որպես ժողովուրդ դա ապրելով այդ մարդկային ողբերգությունից դուրս գալով իրավունք չունենք ուղղակի մոռանալ և ասել ոչինչ չի եղել, եկեք ամեն ինչ դնենք մի կողմի վրա ապրենք, էլի ամեն ինչ դնենք մի կողմի վրա ապրենք, բացի մեր հիշողություններից։ Մարդը որ հիշողությունը դնում է մի կողմի վրա և շարունակում ապրել, նորից ստիպված է լինում հաշվի նստել այն ողբերգությանը, ինչը որ մոռացել է։ Այդպես էլ է մարդկության ճակատագիրը, մենակ մենք չենք։ Դրա համար այսօր հրեաները թեկուզ ամբողջ աշխարհը ճանաչել է Հոլոկոստը, Շոան, և մինչև այսօր վճարում են տարբեր տիպի փոխհատուցումներ, միևնույն է, որ հրեայի չեք կարող ասել, եկեք մոռանանք Հոլոկոստը, էլի շարունակենք բարեկամություն անել։ Իսկ իրենք բարեկամություն անում են, բայց չեն մոռանում։ Այն ինչ որ տեղ ունեցել։ Մենք ևս այս ցեղասպանության ճանաչման, միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելու իրավունք չունենք, այդ ընթացքում հարաբերություններ կառուցելով նաև Թուրքիայի հետ դրա փորձը մենք ունեցել ենք առնվազն 2 անգամ անկախ Հայաստանի պայմաններով։ Հետևաբար նորից պետք է շարունակել աշխարհի մյուս ժողովուրդների հետ, ամբողջ աշխարհի որոշակի կառույցների, պետությունների հետ միասին ընդդեմ ցեղասպանական հանցագործության դեմ պայքարի և դրա օրակարգերի առաջ տանելու համար։ Շնորհակալ եմ։